Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ձեր թույլտվությամբ ներկայացնեմ մեր հաջորդ շատ հետաքրքիր հյուրերին եւ թեման։ Մայիսի 25-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնում Բեկոր ազգագրական վարի խումբը սիրով հրավիրում է նոր այս հողի վրա համերգ ներկայացմանը, որի թեման պանդխտությունն է, կարոտի, վերադարձի ու հայրենի հողի հետ կապի մասին, որի մասին ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Բեկոր ազգագրական վարի խմբի գեղարվեստական ղեկավար եւ բարուսույց Հարություն Բաղդասարյան, երկուսույց Աննա Թովմասյան, լույս առավոտի։ Բարի լույս։ Ուրախ ենք տեսնել այսպես շատ հաճելի եւ պայծառ դեմքերի։ Եկեք խոսենք մայիսի 25-ից։ Ինչ է սպասվում մեզ այդ տոնական օրը։ Մարդիկ գալու են Պարոնյան, ինչ են տեսնելու։ Մայիսի 25-ին, ինչպես նշեցիք, Բեկոր ավանդական երգի բարի խումբը նախաձեռնել է նոր համերգ ներկայացում այս հողի վրա խորագրով, որտեղ լինելու է ազգային պար, ազգային երգ եւ այդ ամեն ինչը համեմվելու է դերասանական խաղով, որպեսզի ասելիքը ավելի լավ տեղացնի, ավելի շատ տեղացնի։ Մասնավորապես, օրինակ, ինչ դերասաններ են ներգրաված, ինչ կոնտեքստում։ Շատ հզոր կազմ է հավաքվել, ռեժիսորը Արտուր Սահակյանն է, դերասանական կազմը վաստակավոր արտիստ Գրետա Մեջնումյան, Վիկտորիա Մարտիրոսյան, Լիլիթ Բադանյան, Էդգար Անդրեասյան, երկուսույցը ընկեր Աննան է, Աննա Թովմասյան, ձայնագրություններով է լինելու, որ ամբողջ պարեղանակները եւ երգի այդ մինուսները ձայնագրել ենք Գաթա բենդում, Գարիկն է ձայնագրել, Սևադան, Իրիցյան եւ Այդքանին հիշել կլինի։ Էրիկն է նվագել։ Այսպես մի մեծ թիմ է հավաքվել, դրա համար է դժվար հիշելը։ Մեծ թիմ է հավաքվել եւ հույս ունենք, որ հանդիսատեսին կներկայացնենք։ Բավականին ներկայացուցչական է, ինչ կատարումներ են լինելու, մի փոքրիկ խնդրեմ մանրամասնեք, նոր երգեր, հին կատարումներ, Սինթեզումներ չունենք, քանի որ արդեն խմբի անունն ասում է ավանդական խումբ է, իսկ եթե ավանդական է, հետևաբար սինթեզումներ չենք անում։ Մեր ակունքներից եկող հրաշալի երգեր են, մի քանի երգ են, 4-5 մաքսիմում երգեր են լինելու ու ամենահետաքրքիրը ներկայացման լեյտմոտիվն է, որը հենց իր մեջ կարոտի եւ պանդխտության ուրեմն ամբողջ ներկայացումն է երգի մեջ եւ լինելու է ամբողջ ներկայացման լեյտմոտիվը, դերասանուհիներն են երգելու եւ կազմն է երգելու։ Ինչու է թեման ընտրվել պանդխտությունը, ինչով պայմանավորված է թեմայի ընտրությունը եւ նշեցիք օրինակ ինչ ստեղծագործություններ են լինելու այդ թեմայով, որ պես նստես եւ արտասվես Երևանում լինելով կարոտես Երևանը։ Լավն է։ Ցավոք սրտի պանդխտությունը այն թեման է, որ միշտ ուղեկցում է հային, ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր կերպ է դա դրսևորվել, երբեմն եղել է, որ մենք հնարավոր չէր ապրել հայրենի տանը, հայրենի բնորանում, դա ցեղասպանության տարիներ եւ այլն, բայց հիմա կարծում եմ այն ժամանակներն են, որ կարելի է ապրել սեփական հողի վրա, կարելի է ապրել արարել սեփական հայրենիքում, բայց ելի պանդխտությունը մեզնից կարծես թե փոք չի գալիս եւ մենք իհարկե այտենց մեծ նպատակ չունենք դրանով կանխել պանդխտությունը այս ներկայացումից հետո, բայց ցույց ենք տալիս հայրենիքի կարեւորությունը եւ որ հայրենիքը հայրենիք է դառնում այդ հայրենիքի վրա ապրողով։ Մարդիկ են կարեւոր, հայրենիքի գիտակցում ունեցող մարդիկ են կարեւոր ու այդ է ամբողջ նպատակը ներկայացման։ Ինչ պարային եղանակներ ենք մենք տեսնելու, ինչ պարեր են լինելու, ինչ երգեր են լինելու։ Եվ երգերը եւ պարերը բոլորը ավանդական պարեր ու երգեր են, որոշակի բեմադրությամբ կամ պարեր, որոնք առանց բեմադրության են հենց բնօրինակ տեսքով, փոփոխություններ բնականաբար չեն կարող անել, այդպես նոր բեմադրություններ, շատ փակագծերը չբացեն, կգան կտեսնեն։ Խոսում եք պանդխտությունից, ամեն դեպքում այստեղ ապրողն է դեռ նայելու, իսկ դրսում այդ պանդուխտների համար որքանով է հասանելի լինելու, նախատեսում եք, որ դրսում օրինակ կունենաք այդ հյուրախաղերը, թե դեռ առայժմ հայաստանյան այսպես հանդիսատեսի համար է լինելու։ Նրանց է ավելի հոգեհարազատ դառը։ Կարծում եմ ցանկացած
ստեղծագործողել ինքը իր արածը դուրս տանելու, դրսի իր հայրենակիցներին ցուցադրելու միտում միշտ ունենում է։ Առաջ Աստված տեսնենք ինչ կլինի, իհարկե նպատակ կա։ Հիանալի։ Եկեք խոսենք այդ երգի ուսուցման կտորից։ Մեր դերասանների այսպես առանձնահատկություններից, ինչպես ազգային երգերը այսպիսի մեծ պաշար են իրենցից պահանջում, լավ ձայնավարժություններ պետք է հարացնես, որպեսզի կարողանաս այդ ամբողջ պաշարը ներգրավես։ Ես ուզում եմ խոսենք, թե ինչպես է ստացվել պարային կտորը նրանց ներկայացնել, որտեղ հեշտ չեն մեր ազգային պարերը, ինչ ճիշտ երգերը եւս այդ համագործակցության մասին եմ ուզում խոսենք։ Պետք է ասեմ, որ բարի իմաստով ոչ թե դերասաններն են ապարելու երգելու, այլ հենց բեկոր ավանդական համույթն է, այսպես ասած, երգում եւ պարում։ Այստեղ ուզում եմ նշել, որ ոչ մեկ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չունեն։ Ամենքը առանձին մասնագիտությունների տեր մարդիկ են, բայց համախմբվել են մի գաղափարի շուրջ ազգային երգի եւ պարի ուրեմն կրողը, փոխանցողը դառնալու նպատակ ունեն եւ պարը փայլուն կերպով Բաղդասարյան Հարութը կարողացել է փոխանցել երեխաներին, ինձ էլ հաջողել է երգը սովորեցնել։ Պիտի ասեմ, որ ազգային երգը, ընդհանրապես ժողովրդական երգը, այստեղ ազգային բառը կարծում եմ մի քիչ ճիշտ չի հնչում, ժողովրդական երգը, որը դուրս է եկել ժողովրդի ծոցից, այս երգերը մեր գեներում նստած են եւ բավական է այսպես մի թույլ կայծ լինի եւ այդ գենը զարթնում մի փոքր ձայնային մեջ գուցե լսած ու վերականգնվում։ Այո, որովհետև դա մեզ մոտ գալիս է դարերի խորքից եւ ինքը Կոմիտասն էլ ասում էր՝ մի փոքր այսպես կայծ տուր եւ կտեսնես, որ երգում են։ Եվ հրաշալի երեխաները, այսինքն մեր խումբը կարողացել է հաղթահարել խոչընդոտները, կարծում եմ, որ լավ ենք ներկայանալու եւ նշեմ նաեւ, որ այնքան էլ մեծ ձայնային տվյալներ պետք չեն ժողովրդական երգ երգելու համար։ Դա բնական, կրծքային, հաճելի, այսպես խոսակցական ինտոնացիայով երգվող երգեր են, հատուկ դասական ուսում պետք չի ստանալ ժողովրդական երգը երգելու համար։ Իրականում մեր ժողովրդական երգերը հենց այդ աշխատանքային երգեր են, այսինքն մարդը ստեղծագործող չի եղել, երբ փորովել է երգել ու դարձել է մեր համար այսպես բնականաբար այս ամբողջ երգերը, որոնք մենք պետք է ներկայացնենք եւ առհասարակ ժողովրդական երգը, թույլ տվեք ասել գեղչկական երգը, դա հասարակ սովորական գյուղացին է ստեղծել, ով չուներ կրթություն, որևէ երաժշտական, ով չէր տիրապետում այդ նոտաներին, ինքը իր համար երեխային քնացնելիս ուրեմն երգում էր օրորոցայինը, իլիկը մանելիս, իլիկ մանելու երգներ երգում եւ այդպես բազմաթիվ են մեր ժանրերը, միջև վիպերքեր, դուցազներքեր եւ այլն, ոչ միայն աշխատանքային ժանր ունենք։ Սա առաջին փորձն է նման ձևաչափով ներկայանալու խմբի համար, թե եղել են նախկինում էլի փորձեր։ 2023 թվականին նորից ներկայացում է ունեցել Բեկոր ավանդական երգի պարի խումբը եւ 3 տարի հետո նորից որոշեցինք նոր ներկայացումով հանդես գալ, ասեմ, որ ներկայացումը եւ Բեկորի ու Կարինին կից բոլոր խմբերի այս տարվա ամբողջ գործունեությունը նվիրվում է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին ու մենք այս տարի պետք է անեինք, չնայած որ նաեւ հասունացել էր պահը եւ երբ այդպես խորհրդակցեցի սցենարի հեղինակի Լիաննայի հետ Ասատերյան, հասկացանք, որ թեման հենց բանդախտությունն ենք վերցնում եւ Լիանանը շատ գեղեցիկ սցենար գրեց ու փորձենք բեմ բարձրացնել։ Ինչպիսին է արձագանքը, հետաքրքրությունը մարդկանց կողմից մեդիայում, սոցիալական ցանցերում, որևէ հարցեր, հետաքրքրություններ, արդեն այսպես տաք է հանդիսատեսը թեմայի շուրջ։ Մենք հանդիսատեսի տենց սառնության խնդիր փառկասու չենք ունենում ու նաեւ դրանով է շատ լավ, որ հանդիսատեսը երբեմն նաեւ միանում է պարին դահլիճից հանդիսատեսի ջերմության մասով կասկած չկա, որովհետև միշտ տենց ջերմ այս ավանդական մշակույթի հանդիսատեսը գուցե քիչ, բայց միշտ ջերմ է լինում։ Տարիքային ինչ խումբ է ներառում մասնակիցների, որտեղ երեխաներ եք անշում, այսինքն պատանիներ մինչև թե ինչպես եք ընտրում։ Ամենափոքր մասնակիցը 25 տարեկան է։ Երեխաներն ասում, տպավորությունը միայն երեխաներին է։ Ինձ որևէ գալիս է դպրոցից, ես շատ հաճախ խմբերում էլ ասում երեխաներ ջան, հետո ասում եմ լավ կներեք էլի, ինձ մոտ
արդեն սովորել 35 տարեկան մարդիկ ենք։ Բայց մենք բոլորս էլ երեխաներ Մեր մոտ երեխաներն այո, եւ այդ մանուկը միշտ Քանի դեռ մեր ծնողները լինում են կան, այո, բոլորս էլ երեխաներ ենք։ Իսկ ամենաբարձր շեմը ո՞րն է, ուզում եք տարիքային սանդղակը հասկանալ։ Պարողների ամենաբարձր շեմը 47 տարեկան։ Ֆանտաստիկ։ Ինչ ավելացնեմ ես Ֆոլկլորը հենց դրանով էլ առանձնանում է, տարիքային սահմանափակում չի ճանաչում ֆոլկլորը, որտեղ ես եմ աշխատում Ակոնք ազգագրական պետական համույթում, այնտեղ էլ ակնհայտ է մեր ամենամեծ ուրեմն խմբի անդամը հիմնադիր Կազմից Սարգիս Բաղդասարյանն է եւ ամենափոքրը 27 տարեկան 28 այդ ֆոլկլորի հատուկ բնորոշ երևույթ է, որ տարիքային այո, սահմանափակում չկա եւ բնականաբար բեկորում էլ չկա, կարինում էլ չկա եւ այլ խմբերում։ Տենում ենք 100 տարեկան պապիկներ 1030 տարեկան արժեն։ Իրականում երբ տեսնում սպարը, ասում ես լավ, այս տարիքում եթե մարդ կարողանում է, պիտի բարի։ Այո, օրեր առաջ վետերան ենք հյուր ունեցել մայիսի 9-ին, Կատյուշան ինձնից ավելի բարձր առոգանությամբ էր երգում, հետեւաբար այո։ Ո՞րն է ձեզ համար ամենասպասված եւ սիրելի կտորը ներկայացման, ո՞րն է այսպես ձեզ համար կուլմինացիան, որ այս սրտի տրոփյունով եք սպասում։ Սցենարին ծանոթ լինելով, կարդալով ինձ համար այդ արդեն վերջին այդ կուլմինացիան է, որ կարծեք թե բոլորը գիտակցում են հայրենիքի արժեքը եւ հայրենիքում ապրելու, հայրենիքում ստեղծագործելու, արարելու այդ միտքը ինձ շատ է հուզել դա եւ ինչպես արդեն Հարութը նշեց, այո, մենք այսօր ունենք շատ հայրենակիցներ, որ ապրում են հայրենիքից դուրս։ Ես չեմ ասում հայրենասեր չեն, բայց ավելի պետք է մարդը կարողանա ուժ գտնել, ապրել, ստեղծագործել, աշխատել, արարել այն հայրենիքում, որտեղ ինքը որտեղ ծնվել է, որտեղ մեծացել է, որտեղ իր արմատներն են, մեր հզորացումը միայն այդպես կլինի։ Այսպես սփռվելով չենք կարողանալու ավելին քայլել։ Սցենարում մի կտոր կա, ասում եմ պետք է ծաղկեցնես այն հողը, որտեղ փոքր ժամանակ բոբիկ ոտերով վազել ես։ Ոյ։ Ինչ գեղեցիկ է ասված։ Կարծում եմ, որ այո, մենք պետք է ու պարտավոր ենք ծաղկեցնել այն երկիրը, մեր մասնագիտությունը, անկախ մասնագիտությունից մեր մասնագիտությունը ներդնենք եւ ծաղկեցնենք մեր երկիրը։ Ուզում ենք ապրել լավ երկրում, պետք է ստեղծենք լավ երկիր։ Այս համախմբման միասնականության այսպես նոտայվել եկեք ավարտենք իրականում թող որ բոլոր պանդուխները տուն գան։ Տուն արի ծրագրի շրջանակներում։ Շնորհակալ ենք վաղ առավոտյան մեզ մոտ գալու, ես ուզում հորդորել բոլոր հեռուստադիտողներին, որ իսկապես երբեմն գուցե միայն ինձ մոտ է զգացողությունը, երբ որ ես օրինակ որևէ տեսահոլովակ եմ տեսնում, նաև վաղ առավոտյան Երևանի մասին, Հայաստանի մասին, ես իսկապես կարոտում եմ, ինչ որ տարածաշրջաններ, ինչ որ քաղաք մարզեր, այսպես Երևանում աշխատելով եւ այս մայրաքաղաքը ծաղկեցնելով։ Շնորհակալ ենք այս կարևոր թեմային անդրադառնալու համար եւ վստահ ենք, որ լեփ-լեցուն են լինելու դահլիճները, նաեւ մեր հեռուստադիտողներից շատերը ներկա են լինելու։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ Կենտրոն հեռուստաընկերության եթերին այսպես հավատարիմ մնալու համար։ Լավ եղեք։ Հաճելի օրեմ մաղթում ցտեսություն։